Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Արուսյակ Մանավազյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Մանավազյան։ Բարև ձեզ։ Տիկին Մանավազյան վերջին օրերին իրավապահ համակարգը արագածոտնի թեմում խուզարկություններ է անցկացնում, մի շարք ձերբակալություններ կան, նաեւ այս իմաստով ընդդիմությունն է շատ այսպես ագրեսիվ ռետորաբանություն օգտագործում, ասում է, որ սա հարձակում է եկեղեցու վրա եւ որ սա քաղաքական հետապնդում է։ Սա իրավական process է ի վերջո թե քաղաքական հետապնդում, ինչպես օրինակ հակառակ դաշտից են պնդում։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Ուրեմն իրավապահ համակարգը բացահայտել է կամ հայտնաբերել է այն, ինչ տեսել ենք բոլորս, եւ մեր կարծիք ունենք այդ բացահայտման հետ կապված, մեր մոտեցումներ ունենք, բոլոր դեպքերում ինչ է բացահայտել իրավապահ համակարգը։ Տեր Արամը հայտնել է, որ 21 թվականին իրեն հրահանգել են, կարգադրել են մասնակցել ցույցերին։ Եվ արդյունքում ինչ է տեղի ունեցել։ Հիմա քաղաքական հետապնդում ով է ում նկատմամբ կիրառում։ Չէ՞ որ եկեղեցին ստացվում է, որ իր գործունեության ընթացքում թեզերն է, այսինքն քաղաքական օրակարգ է բերել եւ քաղաքական օրակարգ է թելադրում եւ մտել է այդ օրակարգի մեջ։ Այսինքն ճիշտ եմ հասկանում, որ երբ որ ընդդիմությունն ասում է, որ սա քաղաքական հետապնդում է, ըստ էության հաստատում է, որ եկեղեցին կամ որոշ հոգեվորականներ զբաղված են քաղաքական գործունեությամբ ամեն դեպքում։ Այո, որոշ հոգեվորականներ եկեղեցու թիկունքում պատասպարվելով զբաղված են քաղաքական գործունեությամբ եւ պետք է հասկանալ իրենք ում որ ընդդիմության կամ այլ երկրի շահերը պահող ընդդիմության թեզերն են առաջ տանում եւ ինչ գործունեությամբ են իրանք զբաղված, այն ինչ որ տեղի ունենում այսօր մեր առօրյայում իրականում թույլատրելի չէ եւ ես մի բանի վրա եմ իրականում շատ զարմացած, երբ քաղաքացին տեսնում է եւ հաղորդում է ներկայացնում իրավապահ մարմիններին եւ այդ իրավապահ մարմիններին ներկայացած հաղորդումը դիտարկվում է չգիտեմ, գործ տալ կամ նման այլ արտահայտություններով, ուզում եմ հասկանալ, այդ երբվանից է իրավապահների գործողությունները դարձել քաղաքական հետապնդում։ Իրենք իրենց գործողությունները եւ վերջ-վերջո թույլ տանք, որպեսզի հետագայում եթե ապացուցվի, որ այդպես է եղել, ապա ով ում նկատմամբ է կիրառում կամ ով ում նկատմամբ է քաղաքական հետապնդում կիրառում։ Եվ նաեւ համացանցում հայտնվեց տեսանյութ, որտեղ Նաթան arczepiskopos-ը զրուցում է Գարեգին Բ-ի նախկին գավազանակրի հետ եւ նախկին գավազանակիրը ըստ էության դժգոհում է կամ սրտնեղում է, եթե ուղիղ մեջ բերեմ իր բառերը, որ Գարեգին Բ-ից ուղիղ ցուցում է ստացել, որ մորդ վերցրու, ուղիղ մեջբերմամբ եմ ասում, մորդ վերցրու գնա Նիկոլի դեմ պայքարելու, մեջբերման ավարտ, մոտավորապես այդ համատեքստում է զրույցը, ասում է ես հոգեվորական եմ, թե քաղաքական գործիչ, որը պիտի պայքարի ինչ-որ մեկի դեմ եւ զրույցը այս տրամաբանության մեջ է։ Ինչի մասին է նաեւ այս ձայնագրությունները, այս բացահայտումները եւ նաեւ մենք տեսնում ենք, որ Մայրաթորը ըստ էության հայտարարություն տարածեց, ասաց նույնը ինչ որ որոշ ընդդիմադիր շրջանակներ, որ սա քաղաքական հետապնդում է, այս իշխանության կողմից եկեղեցու հանդեպ ունեցած հստակ վերաբերմունքի դրսևորում է, բայց ըստ էության չհերքեց, որ ամեն դեպքում նման ստիպողաբար կամ նման ձևով իրենք ուղղորդել են հոգեվորականներին գնալ եւ մասնակցել հավաքների։ Եկեղեցին իրականում չի հերքում այն հայտարարության մեջ որևէ դրվագ։ Բացի այդ իրենք շատ բաց եւ թափանցիկ դուրս են եկել հիմա ընդդիմության շարքերը քաղաքականության մեջ ներգրավելով ընդդիմության հետ հավասար, իրենք միասին պայքարում են, իրենց քաղաքական հայացքներն են թելադրում։ Մայրաթորը շատ արագ արձագանքում է եւ իշխանությանը հակադարձող քաղաքական տեքստերով հայտարարություն է տարածում։ Ես կխնդրեմ եւ խորհուրդ կտամ նաեւ, որ իրենք այդ նույն արագությամբ փորձեն արձագանքել մեր երկար հնչեցված այն հարցին, արդյոք Կտրիչ Ներսիսյանը երեխա ունի, թե ոչ։ Միայն այդ հարցն է, որ շատ արագ չեն փորձում իրենք արձագանքեն եւ հայտարարություն տարածեն այդ հարցի շուրջ։ Եվ հենց այդ հայտարարությունը, այդ հարցն է առաջացրել իրենց մոտ այս կրքերը բորբոքվել, բայց իրականում իրենք արդեն անթաքույց ցույց են տալիս այն ամենը, ինչ իրանք կատարում են մյուս հոգեվորականներին ստիպելով, ճնշելով, նաև ինչու ոչ
շատ գործոններ կիրառելով, որպեսզի իրենք ստիպված անեն այն, ինչ որ իրենք են ուզում, եւ բնականաբար դա քաղաքական օրակարգը սպասարկող գործողություններ են բոլորը։ Տիկին Մանավազյան, ամեն դեպքում երբևէ մտածել եք, թե որտեղից է գալիս այդ հակասությունները Գարեգին բեի եւ ձեր իշխանության հետ, որովհետեւ նախկին իշխանությունների դեպքում մենք գոնե նման պայքար չենք տեսել, նման ընդվզում չենք տեսել, այսինքն միգուցե խնդիրը ձեր իշխանությունն է, ինչպես իրենք են ասում, որ պայքարում են ձեր դեմ, որպեսզի դուք հեռանաք, այսինքն ինչու է Գարեգին բեն ամեն դեպքում լծվել այդ գործին, ձեր իշխանությանը հեռացնելու գործին եւ ինչու է այդ խզումը առաջացել իշխանության եւ կաթողիկոսի միջեւ։ Ես կարծում եմ դա մի փոքր ավելի խորքային է, քան կարող եմ հիմա ներկայացնել, եւ դա գալիս է նաեւ այո կաթողիկոսի իշխանության հետ ունեցած ծերտ կապերից եւ հարաբերություններից, որովհետեւ իրեն այս իշխանությունը չի կարողացել սպասարկել իր այն բոլոր պահանջները, որ ցանկանար սպասարկվել եւ վերջի վերջո ինչ է նշանակում եկեղեցում հոգեվորականը անձեռնումը խելի չէ, ինքը նույն Հայաստանի Հանրապետության քաղաքացին է եւ եթե որևէ ապօրինություն է կատարվում, այսինքն ինքը պետք է նույն իրավապահների եւ մեր օրենքի առաջ հավասարենք բոլորս։ Պետք է պատասխան տանք մեր այդ ապօրինությունների համար։ Հիմա եթե որևէ բան է բացահայտվել կամ իրենք գնում են պատասխան տալու, դարձել է մի հատ մեծ համազգային շարժման առիթ, որպեսզի բոլորն ասեն, որ մենք եկեղեցու դեմ որևէ բան, որևէ գործողություն, որևէ խոսք չենք տանում։ Ես ասեմ ավելին, այո, այսօր եկեղեցին փոխարենը ավելի խոսքը լինի ճշմարտության մասին, ինքը խոսում է ատելության խոսք է տարածում եւ սեպ է խրել ժողովրդի եւ եկեղեցու միջեւ մեր կռիվը, մեր խոսակցությունը, մեր երկխոսությունը եկեղեցու հետ չի, հավատքի հետ չի, մեր կռիվը այն սքեմ կրած հակած հոգեվորականների հետ է, ովքեր ուղղակի թաքնվելով եկեղեցու թիկունքում փորձում են հակաեկեղեցական, հակահոգեվոր գործողություններ իրականացնել։ Տիկին Մանավազյան, հարցս ավելի շատ նրա մասին էր, որ ամեն դեպքում մենք տեսնում ենք, որ հստակ համակրանք կա Գարեգին բեի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ կամ գոնե Գարեգին բեն համակրանք ունի եւ պարբերաբար այդ իմաստով նաեւ տարբեր սրբազաններ են արտահայտվել, այդ թվում Միքայել Աջապահյանը, որ իրենք Ռոբերտ Քոչարյանին են տեսնում առաջնորդի դերում եւ Միքայել Աջապահյանը իր վերջին հարցազրույցներից մեկում, եթե չեմ սխալվում, մարտ ամսին ընդգծել էր, որ այո, այս ազգին պետք է տղամարդ առաջնորդ, ինչպիսին է Ռոբերտ Քոչարյանը։ Հարցս նրա մասին էր, թե ամեն դեպքում որտեղ է այդ կապը եւ ինչու այդ կապը խզված է այս իշխանությունների հետ։ Դե այդ կապը արդեն դուք ինքներդ եք նշում, իր կապը սերտ կապը Ռոբերտ Քոչարյանի հետ է եւ ինքը դա ինչու է, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը լինի երկրում եւ ոչ թե այլ իշխանություն լինի երկրում, որովհետեւ չեմ կարող ասել ներքևում կամ հետևում ինչ կա թաքնված, միայն համակրանքը չի վստահեմ, որ իրար մեջ թաքնված է կամ կա, այստեղ խնդիրը նաեւ ինձ համար խնդիրը գլոբալ խնդիրը ընդդիմության շահերը սպասարկելն է եւ այն ընդդիմության, ովքեր սպասարկում են այլ երկրի շահերը։ Մեծի տան Կիլիկիա կաթողիկոսից նաև վարչապետը ստացել է գիրք եւ նաև օրհնություն, Շահան arczepiskopos-ն է այստեղ եւ նա էլ է այսպես թիրախավորվել ընդդիմության կողմից, նրան էլ են արդեն Հուդայի շարքին դասել, բայց ամեն դեպքում Նարեկ Կարապետյանն է նաև սրան անդրադարձել եւ ասել է, որ Պարսիկ շահի մոտ են հաճախ ուղարկվել ամենատարբեր հոգեվորականներ, տարբեր բանակցություններ վարելու համար։ Ամեն դեպքում ինչու այս ուժերի մոտ չկա անկալում եւ նրանք փորձում են Նիկոլ Փաշինյանին ասոցացնել մեկ Պարսիկ շահի հետ, մեկ թուրք-ադրբեջանական տանդեմի հետ, ասում են, որ այս իշխանությունը սերտ համագործակցում է, բոլոր ցուցումները գալիս են Ադրբեջանից կամ Թուրքիայից, այսինքն չեն ընկալում դեռ Հայաստանը որպես ինքնիշխան միավոր, մեկ ասոցացնում են Պարսկաստանի հետ, մեկ Ռուսաստանի հետ միութենական կազմում, որն է խնդիրը։ Ամբողջ դաշտը ավելի շատ ատելության խոսքի եւ այլակարծությունը առողջ քննադատություն չեմ տեսնում։ Գաղափարի շուրջ վեճեր չեմ տեսնում։ Գաղափարի շուրջ ծրագրերի շուրջ խոսակցություն չեմ լսում։ Առհասարակ մենք պետք է ավելի շատ կռվենք այս շրջանակի հետ եւ խոսքը տանենք դեպի քաղաքացիների ներկայացնենք ծրագրերը, գաղափարները ավելի շատ, քան խոսենք օրինակ, չգիտեմ, թուրք եւ խտրական վերաբերմունքի մասին, ինչ որ այլազգի
կոչելը համարել վիրավորանք եւ նման խոսակցությունները տարածելու շուրջ պետք է խոսենք, իսկ ինչ վերաբերում է այդ հայտարարությունները շարունակական են լինելու, անընդհատ են լինելու, եթե ինչ որ մեկի հետ գնում ես բանախոսելու եւ բանակցությունների մեջ ես լինում ձեռքսեղմում է տեղի ունենում, всё, արդեն բոլորը մտածում են, որ դա վերջն է եւ պետք է հնարավորինս բերել թիրախավորել իմիջիայլոց իրենք բավականին կարողանում են իրենց բիզնեսի եկամուտները կամ շրջանառությունը ներգրավել այս process-ում նաև ֆինանսական մեծ ներդրումներ անելով, ֆեյքերի մեծ բանակ ունենալով եւ սոցիալական ցանցերում եւ իրական կյանքում նաև ներգրավելով այդ ցույցերին, բերելով կարողանում են ստեղծել մի մթնոլորտ, մի միջավայր, որ իրենք բավականին տենց եւ իրենք բավականին միասին են կարողանում են ինչ որ բան անել, իրականում այդ ամեն ինչը դատարկ է եւ տակը չկա որևէ գաղափար, ներսում չկա որևէ ծրագիր, որի շուրջ կկարողանաս նայել եւ փորձես տեսնել բովանդակություն։ Բայց ամեն դեպքում դուք էլ ձեր խոսքում նշեցիք մեծ գումարների մասին, Տիկին Մանավազյան։ Ամեն դեպքում այդ մեծ գումարները չեն կարող որևէ դեր խաղալ եւ ինչպես օրինակ Կարապետյաններն են ասում, որ հավակնում են խորհրդարանում դառնալ երկրորդ ուժը, դա հնարավոր չէ համարում։ Թեկուզ նույն հենց այդ մեծ գումարների ֆեյքերի բանակի շնորհիվ, ինչպես դուք ասացիք։ Դե որքան տեսնում եք իրավապահներն աշխատում են այդ ուղղությամբ, այսինքն ընտրական process-ներին հուսամ, որ ցանկացած շարժ այդ առումով կբացահայտվի եւ չենք ունենա, չգիտեմ, գումարների հետ կապված նման խնդիր, ամեն դեպքում իրանք ներդրում անում են այդ ուժը ձևավորելու եւ որոշ ֆեյքերի բանակ ունենալու, որոնց նկատմամբ պայքար իհարկե փորձելու ենք մենք ինքներս որպես քաղաքական գործիչներ մեր խոսքով ժողովրդի երկխոսություն ունենալով բացատրել, որքան հնարավոր է դա փորձում ենք անել։ Իսկ իրենց մասով իրենք ընդդիմությունը իրականում իրենք իրար մեջ են կռիվ տալիս եւ փորձում են խորհրդանում իրենց տեղը զբաղեցնել մեկը մյուսին չզիջելու սկզբունքով, չեմ կարող ասել առաջիկա ընտրություններն ենք, սպասենք տեսնենք։ Բայց մենք նաև ունեցել ենք Գյումրու սցենար ու նաև այդ մասին շատ է խոսվում, օրինակ հիմա Էջմիածնի թիմ ընտրություններում է նույնը շահարկվում համապետական մակարդակով, ընդդիմադիր տարբեր ուժեր ասում են, որ պիտի համախմբվենք, եթե մեր նպատակը կամ վերջնանպատակը մեկն է հեռացնել Նիկոլ Փաշինյանին եւ քաղաքացիական պայմանագրին։ Ամեն դեպքում այս մտավախությունը չկա, որ այս բոլոր ուժերը, որոնք քիչ չեն, իդեպ կարող են միավորվել եւ իսկապես հաղթել քաղաքացիական պայմանագրին։ Հաղթել այն իմաստով, որ նրանց ընդհանուր միավորը ավելի շատ լինի, քան ձերը։ Իհարկե կա նման մտավախություն, չասեմ, դա ծրագիր է, որ իրականացրել են Գյումրիում, հավանականությունը մեծ է, որ կիրականացնեն եւ վաղաշաբաթ փորձեն իրականացնել վաղաշաբաթում եւ կփորձեն նաեւ 26 թվականի ընտրություններն իրագործել։ Ինչ են իրանք հիմա հայտարարում են, որ իրենք Քոչարյանի հետ, Սերժ Սարգսյանի հետ, չգիտեմ, մյուսի հետ ընդհանրապես որևէ քաղաքական միացում կամ միավորում տեղի չի ունենալու, իրենք չեն միավորվելու, բայց իրականում դրա վառ օրինակ ունեցել ենք Գյումրիում, երբ այդ ուժերի մեջ կար նաև շատ խորքային տարաձայնություններ, որը գիտենք բոլորս, բայց արդյունքում նման խորքային տարաձայնություններից հետո տեսանք միավորումը, ոնց հնարավոր է այս ուղակի խոսք ասելով, որ դե մենք չենք միավորվելու եւ արդյունքում չունենան։ Բնականաբար հնարավոր բոլոր մեթոդները կիրառելու են, փորձելու են օգտվել, բայց ես ուզում եմ ասել, որ 26 թվականը սարի հետևում չէ եւ մենք մեր քայլերով, մեր գաղափարական ծրագրային բոլոր հնարավոր միջոցներով փորձելու ենք մարդկանց հետ ունենալ երկխոսություն, տեղեկացնել մեր ծրագրերի մասին եւ 21-26 թվականի կառավարության ծրագիրը ցույց կտանք նաև առաջիկայում հիմա բյուջեն 25 թվականի կատարողական գալուց հետո արդեն 26-ի բյուջեն ենք քննարկելու առաջիկայում եւ ունենք այն պատկերը, որ մեր ծրագրերը այն ինչ որ ունեցել ենք լրիվ իրականացրել ենք եւ գնում ենք դեպի ուժեղ ինքնիշխան Հայաստանի զարգացման շարունակելու
ակնկալիքով։ Ամեն դեպքում ինչի մասին է լինելու այդ խոսակցությունը քաղաքացու հետ, դուք էլ ասացիք, որ պիտի ունենաք երկխոսություն քաղաքացու հետ ձեր ծրագրերի գաղափարների առումով, ինչի մասին է լինելու այդ խոսակցությունները խաղաղության, իրական Հայաստանի, 4-րդ հանրապետության, որովհետև ինչի եմ այս շեշտադրումները անում, որովհետև սրանք արդեն ընդդիմության թիրախում են, որ սա այդքան էլ խաղաղություն չի կամ արժանապատիվ խաղաղություն չի կամ որ 4-րդ հանրապետությունը դա էլի Թուրքիայի եւ կամ Ադրբեջանի պահանջ է, դա սահմանադրական կարգի փոփոխություններ են եւ այսպես շարունակ։ Իսկ իրական Հայաստանը էլի այսպես իրական Հայաստանը դա պատմականը մոռանալու մասին է։ Այսինքն ընդդիմության թիրախում է բոլոր այն գաղափարախոսությունները, որոնց շուրջ դուք պիտի երկխոսեք քաղաքացու հետ։ Իսկ ինչ է առաջարկում ընդդիմությունը այդ դեպքում, եթե մեր առաջարկած օրակարգերը ինքը փորձում է ասել, որ սա խաղաղություն չէ, խաղաղության մասին չէ խոսքը, չգիտեմ, մնացած թեզերը հակադարձում է, ինչ է առաջարկում ինքը, ունենալ միութենական պետություն, ինչ է առաջարկում ինքը, արժանապատիվ խաղաղությունը մենք ենք բերել օրակարգ։ Դա մեր ծրագրի, նախընտրական ծրագրի կատարումն է, որը մենք արել ենք։ Ինքը առաջարկում է, երբ որ ասում եմ ընդդիմությունը, նկատի ունեմ բոլորը, ընդդիմադիր դաշտում բոլորը, իրենք նույն կաղապարի մեջ, ուղղակի տարբեր անուններով։ Իրենք սպասարկում են միութենական պետություն ունենալու շահը։ Իրենք միայն այդ թեզն են առաջ տանում։ Իրենց գաղափարը միայն դա է։ Ում անունը կուզեք ասեմ, որ չի սպասարկում միութենական պետության շահը։ Դե նաև արևմտամետ ուժեր կան արտախորհրդարանական, որոնք ավելի շատ հավակնում են դեպի Այս պահին ընդդիմադիր դա, այսինքն ակտիվը, որ հիմա դուրս եկել փողոցում եւ գոռում է, որ իրենք քաղաքալատյալներ են, չգիտեմ, նաև հետապնդվում են եւ այլն, իրենք սպասարկում են այլ երկրի շահը եւ միութենական պետություն ունենալու գաղափարն են կիսում միայն մյուս ուժերը ովքեր կմասնակցեն, ես գիտեմ այդ ուժերը կան, կմասնակցեն, դա կլինի արդեն մեր քարոզարշավի ընթացքում։ Տիկին Մանավազյան, քաղաքալատյալներից խոսեցիք, օրերս Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբանական խմբի անդամ Ռոբերտ Ամստերդամն էլ այդ մասին խոսեց, որ անձամբ դիմելու է Եվրամիություն, որպեսզի ուշադրությունը սևեռի Հայաստանի ուղղությամբ, թե որքան քաղբանտարկյալներ կան Հայաստանում, Գալստանյանը, Աջապահյանը, Սամվել Կարապետյանը եւ նաեւ ասաց, որ գրոհելու են Հայաստանի վրա այնքան ժամանակ, քանի դեռ Սամվել Կարապետյանը կալանավայրում է։ Իդեպ Նարեկ Կարապետյանն էլ նման հայտարարություն արեց, որ այն ցուցարարների քանակը օր-օրի գնալով մեծանալու է, եթե շարունակեք Սամվել Կարապետյանին պահել կալանավայրում։ Հիմա սա այս հայտարարությունները կարող են որևէ ազդակ լինել իշխանության եւ կամ իրավապահ մարմինների համար։ Իսկ միգուցե այդ ուժերը գնան այլ երկիր գրոհեն, Հայաստանի Հանրապետությունը գրոհելու կարիք չկա, որովհետև այդ նույն Ամստերդամը եկել է միջազգային իրավաբան լինելու իր մասնագիտական ծառայությունները մատուցելու փոխարեն կարծես մտել է ընդդիմադիր քաղաքական գործունեության մեջ, երևի դա ավելի բարձր է բարձրատրվում այստեղ հավանաբար, ինչևէ խորհուրդ կտամ Ռոբերտ Ամստերդամին չզիջել եւ չգրավել Արամ Վարդևանյանի տեղը, որտեվ նա այդ տեղը չի զիջելու իրեն, ինքն է միակ քաղաքականության մեջ իրենց իրավաբանը եւ թույլ չի տա, որ Ռոբերտ Ամստերդամ իր քաղաքական հայացքներով գրավի Արամ Վարդևանյանի տեղը։ Եվ ամեն դեպքում շատ է խոսվում նաև մեր ձևով ուժի կողմից, որ առաջադրելու են այնպիսի տեխնացու, որը ընդունելի է լինելու եւ կամ համակրելի է լինելու բոլորի կողմից։ Իհարկե Նարեկ Կարապետյանը նաև նշել է, որ Սամվել Կարապետյանն է լինելու գաղափարական ղեկավարը, բայց ամեն դեպքում ունենալու են վարչապետի տեխնացու, որը բոլորի կողմից ընդունելի է լինելու։ Հիմա նաև հունվար ամսին եւ կամ առաջիկայում, երբ որ հայտարարեն այդ անունը, այդ իմաստով էլ մտավախություն չունեք, որ բոլորի կողմից ընդունելի այդ վարչապետի տեխնացուն կարող է էլի եւ քաղաքական կոնյունկտուրայում ինչ որ բան փոխել ոչ հոգուտ ցեզ այսպես ասեմ։ Իրենք լավ կանեին գնային այն երկիր, որտեղ բիզնես են դրել եւ գործունեություն են ծավալում, այդ երկրի որևէ մարզում առաջադրվեին, որտեղ այդ երկրի քաղաքացի են, Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն, ընտրելու իրավունք չունեն, ըստ այդմ իրենց ներգրաված, այսինքն եթե ունենային տեխնացու վարչապետի, դա կհայտարարեին արդեն ամիսներ առաջ։
Իրենք դեռ մտածում են, որ իրենց պետք է ասեն ով լինի այդ տեխնացուն, առաջադրեն, հետո հանեն, այսինքն իրենց կազմակերպիչներին պարբերաբար փոխելու են, անունները փոխելու են եւ հստակություն չունեն, որտեվ իրանք թելադրվում են եւ իրենց սցենարները մշտապես իրենց թելադրվում է, եթե նկատել եք իրենց գործունեության մեջ։ Այսինքն, եթե ունենային, բնականաբար կհաստատեն, որտեվ իրենց բոլոր տեխնացուները չեն կարող վստահաբար կարող եմ ասել, նաև վստահ եմ այդպես է, որ բերեն 180 օր եւ ավել Հայաստանի Հանրապետություն բնակություն ունենալու մասին տեղեկանք եւ անձնագրայինից այդ տեղեկանքը չեն կարողանալ ներկայացնել եւ ներկայացնել վարչապետի տեխնացու։ Ըստ այդմ իրենք փորձում են ցույց տալ, որ իրենք երկարացնում են, ուշացնում են իրենց տեխնացուի պահը, բայց իրականում վստահ եմ չունեն, դեռ սպասում են նաեւ նոր սցենար, նոր դեմքեր, նոր անուններ, իրենք էլ հստակ չգիտեն։ Այսինքն իրենց վարչապետի տեխնացուն ըստես դրսից է լինելու կամ դրսում է, որ ասում եք այդ տեղեկանքը չեն կարող ներկայացնել։ Իսկ մենք չունենք դրսից եկած անձինք, ովքեր երկքաղաքացի են։ Ունենք երկքաղաքացի են եւ իհարկե համարվում են Հայաստանի Հանրապետության իրենց համարում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի, բայց աշխատում են, ապրում են այլ երկրում, ստացել են քաղաքացիություն, բիզնես են ծավալում այլ երկրում եւ այդ երկրից գործուղվել են Հայաստանի Հանրապետությունը կառավարելու, վարչապետի տեխնացու լինելու։ Ես կարծում եմ այս անգամ Հայաստանի Հանրապետության քաղաքացին մերժելու է այդ տեխնացուին, այն տեխնացուին, ով կգա դրսից եւ կփորձի ղեկավարել Հայաստանի Հանրապետությունը։ Տիկին Մանավազյան, իսկ միայն քաղաքական գնահատականը բավարար է, թե պետք է նաև իրավական գնահատական տալ այդ դեպքում, երբ բազմիցս այս տաղավարում էր ամենատարբեր ձեր կուսակիցներ, գոլեգաներ խոսում են այն մասին, որ նրանք դրսից են ուղղորդված, երրորդ երկրից, սա վտանգավոր չէ եւ իրավապահները արդյոք չպետք է զբաղվեն սրանով։ Իրավական մասով կա այդտեղ խնդիր, իրական դրա համար եմ ասում, որ իրենք չեն կարող առաջադրվել, իրանք այդ պահը պետք է հստակեցնեն, նոր կարողանան անուն հրապարակել, չեն կարող, դրա համար չեն հրապարակում։ Իրավական առումով, այո, չեն կարող։ Եվ գանք նաև Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին, որտեղ էլի շատ աղմկահարույց հայտարարություններ արեց, նաև ձեր ուժին մեղադրեց ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկներ, այլ հակառակը, կոռուպցիայի դեմ արդեն դուք եք դարձել կոռուպցիոներներ, այդ իմաստով ձեզ գերազանցող չկա Ռոբերտ Քոչարյանը։ Եվ նաև ասաց, որ իրեն վերագրվող մեղադրանքների հետ ինչ որ իմաստով հաշտ չէ նույն մարտի 1-ի առումով, նույն Պողոս Պողոսյանի, նաև արդարացրեց իրեն ըստ էության։ Հիմա այստեղ էլ որքան տարիներ շարունակ այդ քաղաքական գնահատականը հնչում է, բայց իրավական մակարդակում իրավապահ համակարգը անելիք չունի արդյոք, այսինքն տարիներ շարունակ երբ Ռոբերտ Քոչարյանին մեղադրում են մարտի 1-ի գործի առումով եւ ըստ էության ՄԻԵԴ-ը նաեւ եկավ դրան հաստատելու, հիմա իրավապահ համակարգը անելիք ունի թե չունի, Ռոբերտ Քոչարյանը մեղավոր է թե մեղավոր չէ։ Ռոբերտ Քոչարյանը մեղավոր է թե մեղավոր չէ, այդ գնահատականը տվել ենք մենք բոլորս եւ բոլորն են սպասում այն օրվան, երբ ինքը իր մեղավորությունը կճանաչվի։ Իրավական մակարդակում կարծում եմ դա իրավապահների տիրույթում է եւ ես ինքս չեմ մեկնաբանում իրավապահների գործողությունները։ Ես կարծում եմ առաջիկայում այո ՄԻԵԴ-ը տվել է պատասխանը եւ նաեւ այստեղ ՄԻԵԴ-ի վճռից հետո կընթանան process-ներ եւ կտեսնենք։ Եվ ընտրապայքարը թեժ է լինելու, կարծես թե ամենատարբեր դերակատարներ են հայտնվել նույն Արման Թաթոյանը, որն ասում է, որ ինքնուրույն ուժ է եւ կապ չունի որևէ մեկի հետ, Սամվել Բաբայան, Վանեցյան եւ այսպես շարունակ Էդմոն Մարուքյան, Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյանը դեռևս կարծես թե ակտիվ չէ եւ սպասում է զարգացումներին, բայց ամեն դեպքում էլի եմ ասում, ուժերի նման դասավորության դեպքում ինչպես եք պատկերացնում, թե քարոզարշավը, թե այդ նախընտրական process-ները, ընտրական process-ները եւ արդյոք այդ մտավախությունը չկա, որ բոլորը միասին կարող են հաջողել։ Մենք մեր գործողություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը վերջի տարիներին արել է հնարավոր եւ անհնար ամեն բան, որպեսզի բարեկեցիկ քաղաքացու կյանք կարողանա ապահովել։ Ինչ ենք արել կապիտալ ծախսերի մասով ունենք բավականին շատ, այսինքն մեր բյուջեն վերջի 5 տարվա ընթացքում կրկնապատկվել եւ եռապատկվել է։ Մենք ունենք ծախսեր, որոնք արվել է համայնքների զարգացման
ուղղությամբ եւ սա գնահատականը պետք է տա քաղաքացին ինքը ուզում է դա շարունակվի թե չի ուզում շարունակվի իսկ ինչ են անում մյուս տեխնացուները ովքեր առաջադրվել են իրենք ունեն անցյալ եւ տեսել են ինչ են արել սա էլ է գնահատական որը պետք է տա մեր քաղաքացին կարծում եմ եւ ընտրապայքարը իհարկե կլինի բայց ընտրապայքարում իմ վստահմամբ լինելու է այդ բոլոր ուժերը իրար դեմ են պայքարելու, ով է լինելու խորհրդանում ընդդիմության աթոռը, ով է զբաղեցնելու։ Այս պրիզմայով նայենք, որովհետև իրականում այդ նույն ուժերի մեծ մասը կրկնում եմ, իրենք նույնն են, նույն կաղապարի մեջ, տարբեր անուններով եւ իրենք սպասարկում են միութենական պետություն ունենալու գաղափարը եւ դժվար կլինի մեզ հետ մեր արդեն իրական Հայաստան ունենալու, խաղաղ Հայաստան, խաղաղության օրակարգ ունենալու եւ խաղաղության պայմանագրի շարունակությունը տեսնելու մեզ տալու են այդ հնարավորությունը, որ մենք շարունակենք։ Տիկին Մանավազյան այս տարիներին շատ է խոսվում այն մասին, որ ձեր իշխանության գլխավոր խնդիրներից մեկն է, որ չունեք ընդդիմություն եւ կամ առողջ ընդդիմություն, որը իրապես կքննադատեր եւ ոչ թե կոպիտակավորեր կամ որակավորեր ցանկացած բան, գործողություն, որ անում է իշխանությունը։ Ամեն դեպքում հիմա այդ առողջ ընդդիմադիր սպեկտրը ձեզ ձևավորվել է թե չէ եւ ինչ է կարծում նրանք խորհրդարանում տեղ կունենան թե չէ։ Այսինքն 2026 թվականի խորհրդարանը ինչով կտարբերվի ներկայիս խորհրդարանից, այս դիսկուսը դավաճան, հողատու կավարտվի թե շարունակություն կունենա ամեն դեպքում ինչպես է տարբերվելու 26-ի խորհրդարանը։ Ես շատ կցանկանամ, որ խոսույթը ազգային ժողովում առհասարակ փոխվի եւ միմյանց նկատմամբ ատելություն եւ հայհոյանք նման խոսույթներ ընդհանրապես ազգային ժողովում չհնչեն, լինի աշխատանքային, բովանդակային, գործնական ի շահ Հայաստանի Հանրապետության զարգացման միտված բոլոր գործողությունները եւ մտքերի փոխանակումը եւ նաեւ ելույթները, ինչու ոչ նաեւ նախագծերը, որոնք բերվելու են բովանդակային քննարկվեն եւ ոչ թե քաղաքական ես պետք է անկեղծ լինեմ եւ ասեմ վերջին տարիներին տեսել եմ ինչ է տեղի ունենում ընդդիմությունը գալիս է հոխորտում է իր թեզերն է բարձրաձայնում կամերաների առաջ եւ թողում գնում է բայց բովանդակային մենք ինքներս մեզ սկսում ենք փնտրել սխալներ ճիշտը որն է եւ այսինքն մենք եղել ենք մեր համար եւ ընդդիմություն եւ իշխանություն փորձել ենք հնարավորինս աշխատել եւ այն տեսանկյունից նայել եւ մյուս տեսանկյունից փորձել ենք տալ քաղաքացիների նախագծերը ստանալ արձագանքներ, որ կարողանանք ավելի կառուցողական եւ ճիշտ չսխալվելու ամենաճիշտ ճանապարհը գտել ենք այդ ուղղությամբ եւ մենք ինքներս ենք դա տարել։ Ինչ կուզեմ, որ առաջիկայում ունենանք, այո, կուզեմ ունենանք շատ լավ ընդդիմություն, ով ուղղակի իշխանության համար կլինի շարժիչ ուժ, որպեսզի ավելի շատ աշխատենք, ավելի լավ աշխատենք, ավելի անթերի աշխատենք, բոլորս էլ անսխալական չենք, բայց ամեն դեպքում լավ ընդդիմություն ունենալը կարծում եմ լավ ընդդիմությունը ովքեր գաղափար են կրում իրենց մեջ եւ այդ գաղափարով կարողանում են մեզ հակակշիռ լինել եւ կարողանանք ազգային ժողովում ճիշտ կազմակերպենք մեր աշխատանքները եւ իշա Հայաստանի Հանրապետության։ Եվ Տիկին Մանավազյան փորձեմ ամփոփել հաճախակի են դարձել վարչապետի միջազգային ամենատարբեր այցերը եւ միջազգային ամենատարբեր հարթակներում, ընդ որում թե արևմտյան եւ թե այլ հարթակներում Իլհամ Ալիևի հետ հանդիպումները, սրանք ինչի մասին են վկայում արդյոք սա խաղաղության ճանապարհին այդ փոքր աղյուսներն են, որ բարբերաբար տեղադրվում են, քանի որ մենք գիտենք, որ խաղաղության այդ օրակարգից հետո եւ նախաստորագրված պայմանագրից հետո ընդդիմությունը շարունակում է պնդել, որ հնարավոր չէ խաղաղություն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ եւ որ պարտադիր Ադրբեջանը հետ քայլ է անելու եւ որ սա կեղծ օրակարգ է, ձեզ պետք է պարզապես 2026 թվականին վերընտրվելու համար։ Հիմա այս այցելությունները եւ նաեւ փոխադարձ հանդիպումները ինչի մասին են խոսում։ Ավելի ինտենսիվ եւ փոխադարձ է լինելու այդ հարաբերությունները, որովհետեւ այո, մենք խաղաղության օրակարգը բերել ենք, շարունակելու ենք այն տանել առաջ եւ ունենալու ենք իսկապես դեպի զարգացում գնացող պետություն եւ
որքան էլ ընդդիմությունը փորձի դրանից ընկնել ցնցումների մեջ եւ հակառակ իրողությունները փորձի փաստերով առանց փաստարկված փորձի հանրությանը շեղել, ամեն դեպքում մենք բանակցում ենք, այո, նաև բանակցում ենք մեր խաղաղության օրակարգի շուրջ կետերի հետ կապված իրագործման եւ ներդրումներ ապահովելով աշխատանքներ եւ առաջիկայում կունենանք նաև տեսանելի արդյունքներ։ Շնորհակալ եմ Տիկին Մանավազյան։ Ես շնորհակալ։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի հետ, կհանդիպենք։